Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Անդրանիկ Քոչարյան, պարոն Նազան, տեղից մի խոսացեք։ Անդրանիկ Քոչարյան։ Շնորհակալություն։ Դե մի բանով էլ թող ինքը պատասխանի, տենց նիստը ավանդատենք, դուք երկուսով խոսացեք, ասում տեղից մի խոսացեք։ Անդրանիկ Քոչարյան, խնդրեմ։ Իհարկե, պարոն Ազարյանի ասած կենթաների ցանկը, վայրի արժի իմանալ, բայց ես մի կոնկրետ օրինակ եմ Տիկին Գալստյան ուզում բերեմ, վերջերս 10 օր առաջ Պաշտպանության հանձնաժողովի համակարգող փորձագետի ոտքը կծեց տարածքում գտնվող շուն, մականունը Շունիկ, փոքր, իր շորերով եւ կացարան ունի, եւ մեր փորձագետը, որպեսզի սրսկվեր, գնաց եւ գումար ծախսեց։ Ես ուզում եմ հասկանամ, օրենքը կարգավորում է, ոնց պետք է իմանանք տվյալ շունը, որ այստեղ մի վարքան էլի պարոն Քոչարյան, ամենայն լրջությամբ եմ ասում, որովհետև այստեղ այդ պահին եղել են աշխատակիցներ, որ ասել են Ավետիսյան Վահանին, որ եթե դու հանկարծ փորձես ուժ կիրառես, դու կդատվես։ Ասել են, բայց չէ որ նա արուն լվա, ես տեսել եմ, ոտքա արուն լվա, ասել են, չէ որ շուն եկել քեզ սիրեր, սիրելու արդյունքում նրա ոտը խացել էր եւ հիմա ոնց է լուծում օրենքը նման դեպքերում, շունը ես ենթադրում եմ տարածքում ինքը դիմում է գրել, մենք խորացանք, հասկացանք, որ պետքա քաղաքապետարան դիմում գրենք, որովհետեւ այս շանը տարածքից հանան, որտեղ սա առաջի դեպքը չէր եւ դուք էլ ծանոթ եք երևի այդ շանը, բարբերաբար հարցակումը, այո, տուզիկ շուն։ Անկոչյան, ժամանակը ավարտվել է, ձեր շփումը դահլիճի հետ եկեք տեղափոխենք դեպի հարցի դաշտ։ Այս հարցը կարգավորվում է մեր օրենսդրության շրջանակներում։ Եթե շունը ունի սեփականադեր, նաև ասեմ, որ ապագայում, երբ որ չիպավորման մեխանիզմը ներդրվի, բոլոր կենդանիները պարտադիր պետք է չիպավորվեն եւ նրանց նույնականացման տվյալները պետք է համակարգում լինի, որ անմիջապես կարողանանք հասկանալ, շունը սեփականատեր ունի, ֆիզիկական անձ է, համայնքին է պատկանում, իրավաբանական անձի է պատկանում եւ ըստ դրա կարող ենք հասկանալ պատասխանատվության շրջանակը, այդպես է, սեփականության ձևի միջոցով պետք է հասկանանք ով է պատասխանատու դրա համար։ Արձագանք։ Ես արձագանքս հետևյալն է։ Ես չգիտեմ, որ մենք տվյալների բանկ կունենանք մի օր շների սեփականության, սեփականատերերի, նրանց խնամքի, չգիտեմ, գուցե դա ապագայում կլինի, բայց այսօր կոնկրետ փաստերի հետ ենք առնչվում, կոնկրետության մեջ, կոնկրետ մեր տարածքում կա շուն, որ հարձակվում է բոլորի վրա։ Ինչ են կանում, խնդրում եմ լուծում տվեք։ Դիմեք ԱԺ աշխատակազմին, այս պահի դրությամբ դա կարող եմ ասել, իսկ չիպավորումը վերաբերելու է օրենքի դրույթների իմաստով միայն շներին առաջնային նախնական փուլում։